Այսօրվա նյութ է, ինչից որ պիտի խոսեմ, ճիշտ է, ես գրել եմ Հովնան վերնագիրը, բայց ավելի շատ ուզում եմ խոսել Հովնանի վարքից, նրա հնազանդությունից Աստծո առաջ։ Ու քանի որ այսօրվա տեքստը մի քիչ մեծ կլինի, ուղղակի կխնդրեմ, որ Նազելին կարդա այդ հատվածը, հետո մենք իրար հետ կխոսենք։ Տիրոջ խոսքը Ամաթիի որդին Հովնանին եղավ ասելով. «Ելիր Նինվե մեծ քաղաքը գնա ու քարոզիր, որովհետև նրանց չարությունը իմ առջևս ելավ»։ Բայց Հովնանը ելավ, որ Տիրոջ երեսից Թարսիս փախչի։ Հոպպե իջավ ու մի նավ գտավ, որ Թարսիս էր գնում։ Նրա վարձքը տվեց ու նրա մեջ մտավ, որպեսզի նրանց հետ Թարսիս գնա, Տիրոջ երեսից հեռու։ Տերը ծովի մեջ մի մեծ հով հանեց ու ծովի մեջ մեծ փոթորիկ եղավ, այնպես որ նավը խորտակվելու վտանգի մեջ էր։ Նավաստիները վախեցան եւ ամեն մեկը իր աստծուն էր աղաղակում ու նավի մեջ կարասիները ծովը նետեցին, որպեսզի այն թեթևացնեն, բայց Հովնանը նավի խորշը իջնելով պառկել էր ու խորը կքներ։ Նավապետը նրան մոտեցավ ու նրան ասեց. «Քեզ ինչ եղավ, ով խորում քնացող, ելիր քո Աստծուդ աղաղակիր, թերևս Աստված մեզ հիշի ու չկորսվենք»։ Իրար ասեցին. «Եկեք վիճակ ձգենք, որպեսզի իմանանք, թե այս չարիքը ում պատճառով մեր վրա եկավ»։ Երբ վիճակը ձգեցին, վիճակը Հովնանին ելավ։ Նրանք ասեցին նրան. «Հիմա պատմիր մեզ, թե այս չարիքը ում պատճառով մեր վրա եկավ։ Քո գործդ ինչ է, որտեղից ես գալի, քո երկիրդ ո՞րն է եւ դու ո՞ր ժողովրդից ես»։ Նա էլ ասեց նրանց. «Ես եբրայեցի եմ ու ծովն ու ցամաքը ստեղծող երկնքի Աստծուն Եհովային եմ պաշտում»։ Այն մարդիկ խիստ շատ վախեցան ու նրան ասեցին. «Այդ բանը ինչու արեցիր, որովհետև այն մարդիկ իմացան, թե Տիրոջ երեսից էր փախել, որովհետև նա նրանց պատմել էր»։ Ուստի նրան ասեցին. «Քեզ ինչ անենք, որ ծովը դադարի, որովհետև ծովը գնալով ավելի էր սաստկանում»։ Նա էլ ասեց նրանց. «Ինձ վերցրեք ու ծովը նետեք, ու ծովը պիտի դադարի, որովհետև ես գիտեմ, թե այս մեծ փոթորիկը իմ պատճառովս եղավ»։ Այն մարդիկ թիավարելով ջանացին նավը դեպի ցամաքը դարձնել, բայց չէին կարողանում, որովհետև ծովը գնալով ավելի էր սաստկանում։ Ուստի Եհովային աղաղակեցին ու ասեցին. «Ով Եհովա, աղաչում ենք այս մարդու հոգու համար մեզ մի կործանիր ու մեր վրա անմեղ արյուն մի դիր, որովհետև դու, ով Եհովա, ուզածիդ պես արեցիր»։ Եվ Հովնանին վերցրեցին ու ծովը նետեցին, եւ ծովը իր կատաղությունից դադարեց։ Այն մարդիկ Եհովային սաստիկ վախեցան ու Եհովային զոհ մատուցեցին եւ ուխտեր արեցին։ Եվ Տերը մի մեծ ձկան հրամայեց, որ Հովնանին կուլ տա։ Հովնանը 3 օր ու 3 գիշեր ձկի փորի մեջ մնաց։ Հովնանը ձկան փորից իր Տիրոջը Աստծուն աղոթք արեց ու ասեց. «Իմ նեղությունից, Տեր, քեզ աղաղակեցի, եւ դու ինձ պատասխան տվեցիր։ Գերեզմանի փորից կանչեցի ու իմ ձայնս լսեցիր, որովհետև ինձ ծովերի մեջ անդունդը նետեցիր, ու հեղեղները ինձ պաշարեցին, կոհակներն ու ալիքները իմ վրայից անցան, ու ես ասեցի. քո աչքերիդ առջևից վռնդվեցի, բայց դեռ քո սուրբ տաճարիդ պիտի նայեմ։ Ինձ մինչև հոգուս ջրերը պաշարեցին, անդունդը ամեն կողմից ինձ շրջապատեց, կնիվները գլուխս փաթաթվեցին, լեռների տակերը իջա, երկիրը իր նիգերով իմ շուրջս էր, բայց դու իմ կյանքս գուբից հանեցիր, ով իմ Տեր Աստվածս։ Երբ հոգիս իմ մեջ մարեց, Տեր, քեզ հիշեցի, ու իմ աղոթքս քեզ, քո սուրբ տաճարդ հասավ։ Սուտ ունայնությունների նայողները իրենց ողորմությունը թողեցին, բայց ես շնորհակալության ձայնով քեզ զոհեր պիտի մատուցեմ ու արած ուխտս պիտի կատարեմ, փրկությունը Տիրոջից է։ Եվ Տերը ձկանը հրամայեց, նա էլ Հովնանին ցամաքը փսխեց։ Տիրոջ խոսքը երկրորդ անգամ Հովնանին եղավ ասելով. «Ելիր Նինվե մեծ քաղաքը գնա ու տուր նրանց այն պատգամը, որ ես քեզ կհայտնեմ»։ Եվ Հովնանը Տիրոջ խոսքի համեմատ ելավ Նինվե գնաց։ Փառք Հիսուսին։ Ժողովուրդնի, դուք հավատում եք, որ այս դեպքը իրականություն է։ Շատ են խոսել այս դեպքի մասին ու շատ են ասել, որ սա իրականություն չի, հնարավոր չի, բայց մենք հավատում ենք, որ ինչ որ գրված Աստվածաշնչում իրականություն է գրված։ Հավատում եք դրան։ Այս դեպքը շատ սովորեցնող բաներ ունի իր մեջ ու մենք խոսենք դրա մասին։ Նախ պետք է առաջին հերթին Աստծո հավատքով մոտենալ։ Հիշում եմ տարիներ առաջ կոմունիստական ժամանակներին մի դեպք էր եղել, որ շատ են պատմում, հենց սրա հետ կապված։ Գիտեք, որ քննադատները, երբ որ Աստվածաշունչը բացում են, իրենք ուզում են քննադատել Աստվածաշունչը, իրենք չեն ուզում տեսնել Աստծուն դրա մեջ։ Ասում են, որ մի տատիկի KGB-ն շատ է նեղում, ասում են, ինչ մի հավատալու բան է Աստվածաշունչը, որին հավատում ես։ Դες գրված է կետը կուլ տվեց մարդուն, ու 3 օր մնաց իրա փորում, հետո փսխեց այդ մարդը կենթանի էր, բա դա հավատալու բան է։ Այս տատիկը ասում է, եթե գրված լիներ, որ այդ մարդը Հովնանը կետին կուլ տվեց, ես դրան էլ կհավատայի։ Գիտեք ինչու, որովհետև գրված է Աստծո կողմից իր անունը փառավորվի։ Մենք հավիտենության մեջ կտեսնենք Հովնանին Աստծո թագավորության մեջ ու կհարցնենք, ասենք ինչ է իր զգում այնտեղ, ինչպես է իր աղոթում, հեչ այսպես մտածում եք, պիտի գա չէ վերջը այդ օրը, որ մենք այնտեղ երկնքում կհանդիպենք այս մարդկանց հետ։ Ու պատկերացնես ինչ աղոտ բան կլինի, եթե հանկարծ մենք այստեղ չենք հավատում, որ այդ դեպքը տեղի ունեցել։ Այնտեղ Հովնանը պատմի, թե ոնց է եղել այդ ամեն ինչը։
Եկեք հիմիկվանից հավատքով մոտենանք սրան։ Բայց որ շատ ավելի կարևոր է դրանից, այս դեպքերը պատահական չեն գրված Աստվածաշնչում։ Իրենք իրենց մեջ որոշակի խրատ են պարունակում, սովորեցնող բաներ։ Տեսեք, Հովնանի մարգարեությունը գրվել է Քրիստոսից մոտավորապես 850 տարվա չափ հեռավորությամբ։ Այսինքն այսօրվանից 2800 տարուց ավելի առաջ է գրվել։ Այս դեպքը տեղի ունեցել այդքան վաղ, այդքան շուտ, բայց Աստված ինքը չի փոխվում, ինքը հավիտենական անձնավորություն է։ Հետաքրքիր է, որ մարդու բնությունն էլ սերունդ չի փոխվում։ Դրա համար այն գործերը, որ Աստված անում է մարդկանց կյանքում, այսօր էլ շատ իրական են ու մենք շատ սովորելու բան ունենք դրանցից։ Եկեք այս փոքրիկ հատվածը, ճիշտ այդքան փոքրիկ չի, ավելի մանրամասն ուսումնասիրելով իրար հետ գնանք։ Լավ, համաձայն եք։ Տեսեք, ես այս ամբողջը նորից պիտի կարդամ հատված առ հատված ու բացատրեմ։ Ընդհանուր կարդալը նրա համար էր, որ դուք ընդհանուր պատկերացում ունենաք, թե ինչ տեղի ունեցավ։ Ուրեմն առաջի գլխի հենց սկզբից գրված այսպես. Նախ սա ասեմ, որ գրված է Հովնանի մարգարեություն վերնագրի տակ, բայց ամբողջ գրքում ոչ մի մարգարեական խոսք չկա, որովհետև Հովնանը ինքը եղել է մարգարե, դրա համար գրվել է Հովնանի մարգարեություն, բայց ոչ մի տեղ մարգարեական խոսք ինքը չի ասում ամբողջ գրքում։ Միայն մի իրաղոտքն է գրված երկրորդ գլխում, որը կուսումնասիրենք այսօր։ Ավելի շատ սա իր կյանքում տեղի ունեցած մի դեպքի պատմություն է, որը հետաքրքիր հետևանք թողեց իր կյանքում։ Եկեք ուսումնասիրենք։ Հենց առաջի խոսքից եւ Տիրոջ խոսքը եղավ Ամաթի որդուն Հովնանին, ասելով. Ելիր Նինվե մեծ քաղաքը գնա ու նրա դեմ քարոզություն արա, քանզի նրանց չարությունը իմ առջևս ելավ։ Նինվեն գտնվում էր մոտավորապես 800 կիլոմետր հեռավորության վրա Սամարիայից, որը Հիսրայել պետության մայրաքաղաքն էր։ Եվ հանկարծ խոսքը լինում է, որ վերկած գնա։ Ու այս մարդը վերակենում բոլորովին հակառակ կողմ է փախնում։ Թարսիս քաղաքը, այդպես էլ քարտեզներով ու գրականությունով չկարողացա շատ ճիշտ գրիթ գտնել, բայց մասնագետները ասում են, որ Թարսիս քաղաքի ամենահավանական վայրը գտնվելու ժամանակակից Թունիս պետության հյուսիսային միջերկրական ծովի ափերը։ Եթե հաշվեք հեռավորությունը, ուրեմն Նինվեն, եթե 700-800 կիլոմետր հեռավորության վրա էր գտնվում Սամարիայից, Թարսիսը գտնվում էր մոտ 3 անգամ ավելի մեծ հեռավորության վրա։ Այսինքն ինքը պատրաստ էր Աստծո խոսքը չկատարելու համար փախներ այդ հեռավորության։ Գիտեք ինչու՞։ Որովհետև Նինվեում ապրում էին ասորիները, այն ժամանակ Ասորստանը բավականին զորավոր պետություն էր ու մի քանի անգամ ինքը հաղթել է Իսրայելի պետությանը պատերազմներում։ Աստվածաշնչում դրանց որոշ պատերազմներ նկարագրված են։ Ուրեմն շատ չար, դաժան մարդիկ էին այդ մարդիկ։ Ու մեկ էլ Աստված Հովնանին ասում է նրանց չարությունը երկինք հասավ։ Հովնանը սարսափում է ուղղակի, գիտի, որ նրանք դաժան մարդիկ են, հələ մի բան Աստված ասում է, որ արդեն շատացավ նրանց չարությունը, գնա քարոզի թող ապաշխարեն։ Այս վախը իրան ստիպում է, որ փախնի։ Եկեք ավելի մանրամասն։ Ուրեմն Տիրոջ խոսքը Ամաթի որդուն Հովնանին եղավ ասելով. Ձեզանից ով Աստծո խոսք չունի այսօր իր սրտում։ Եկեք անկեղծ լինենք։ Մենք բոլորս այսօր մեր կյանքում ինչ-որ մի падգամ ունենք Աստծոց առած։ Ու եթե անկեղծ լինենք, կտեսնենք, որ մենք էլ հաճախ փախնում ենք այդ падգամից։ Ես ճիշտ եմ ասում։ Մեկ կանգնում ես աղոթքի, Աստված քեզ ասում է, այս բանը փոխիր քո սրտում։ Ու ասում ես, Տեր, ես քեզ շատ եմ սիրում, կարծես ուզում ես գցես ականջի տետևը։ Ինքը ասում է, չէ, դու այս բանը պիտի փոխես քո սրտում։ Դու պիտի սիրես այս մարդուն, պիտի գնաս հաշտվես այս մարդու հետ, դու ասում ես, Տեր, քեզ շատ եմ սիրում, ուզում եմ քո հետ ապրեմ, արի իմ կյանքում, ինչ ուզում ես արա իմ կյանքում։ Աստված ասում է, քեզ այս բանը փոխի, դու փախնում ես անընդհատ այդ մտքից։ Եղել է քեզ հետ։ Լավ, կարող է մենք այդքան հեռու չենք փախնում, 2000 կիլոմետրից ավելի հեռավորություն չենք փախնում, բայց մեր սրտում մենք ինչքան ենք Աստծո խոսքից փախնում։ Ու գուցե ֆիզիկապես էլ գիտեք, գուցե Աստված քեզ ասում է վերկած գնա այս ինչ տեղը, դու ասում ես չէ, այնտեղ չեմ գնա։ Քանի անգամ Աստված քեզ առաջնորդել եկեղեցի գալու, դու փախել ես ուրիշ ուղղությամբ։ Պետք է պատճառը զբռնել, ասել ես սենց պատճառ կար։ Շատ առիթ ու պատճառ տարբեր են, չէ՞ սրանք իրարից։ Այսինքն այս փախնելու process-ը կա բոլոր մարդկանց սրտերում։ Մենք էլ մարդ ենք, հասկանում ենք Հովնանին ինչ տեղի ունեցավ իր սրտում։ Ինքը հեչ չէր ուզում, համաձայն չէր Աստծո կամքի հետ, որ պիտի գնա Նինվե քարոզելու, որոշեց, որ փախնի։ Իր փախուստն էլ հետաքրքիր եղավ, բայց Հովնանը ելավ ու Տիրոջ երեսից Թարսիս փախչի։ Եվ Հոպե իջավ, Հոպեն գտնվում էր Սամարիայից մի քիչ հարավ, բայց արդեն միջերկրական ծովի ափին։ Ու մի նավ գտավ, որը Թարսիս էր գնում, եւ նրա վարձքը տվեց ու նրա մեջ մտավ, որպեսզի նրա հետ Թարսիս գնա Տիրոջ երեսից։ Այսպես լինում է մեկ-մեկ, էլի մարդը որոշում է իր գրպանի փողով, ինչ որ միջոցով լուծի մի հատ հարց, որ Աստված բոլորովին հակառակ ուղղությամբ է ասում գնա ու լուծի քո հարցերը։ Այս մարդը փողնել էր բավարարում։ Ու հետաքրքիրը ինչն է, Աստված չի կանոնացնում այս մարդուն։ Ինքը գնում է Սամարիայից Հոպե քաղաքը, Հոպեում վարձը տալիս է այդ նավի մեջ մտնելու, նավով տեղափոխվելու իր վարձը տալիս է, տոմս առնում է, մեր լեզվով ասած։ Նստում ու գնում է։
Ուրեմն ինչ է տեղի ունենում, եւ Տերը նկատում եք, մեկ-մեկ գրված է, օրինակ նայեք, երրորդ խոսքը այդպես է սկսում, բայց Հովնանը, իսկ չորրորդ խոսքը սկսում է եւ Տերը, այսինքն գործ են կատարում իրենք, ամեն մեկը իր քայլերն են կատարում։ Եվ Տերը ծովի մեջ մեծ քամի հանեց, այնպես որ նավը խորտակվելու վտանգի մեջ էր։ Ու նավավարները, նկատում եք, եւ Տերը փոթորիկ արեց, ուրեմն պատկերացրեք, Հովնանը վերակենում, ժամանակակից մեքենաներ չկային այն ժամանակ, չգիտեմ մեշով էր գնում թե ինչով, բայց գնաց մինչև Հոպե։ Այնտեղ փողը տվեց, այդ նավապետը համաձայնվեց, ինքը մտավ նավի մեջ, ամբողջ ժամանակ Աստված երկնքից նայում է, այս մարդը փախնում է իմ խոսքից։ Ամբողջ ժամանակ այս մարդը փախնում է ուղղակի իմ խոսքից։ Ձեր կյանքում չի եղել, որ Աստծո խոսքից փախնեք, ասեմ, սա շատ հեշտ, շատ շուտ հանդիպող մի բան է մեր կյանքում։ Շատ հաճախ հանդիպող, որովհետև մենք էլ հաճախ գիտենք Աստծո խոսքը, ձեզ այնց ով չի կարդացել նոր կտականը։ Ով չգիտի Աստված ինչեր է ասում իրեն, բայց ինչքան եք ձեր սրտում փախնում ու կյանքում ինչքան եք փախնում այս խոսքից։ Ես ինչ շատ եմ բռնացրել դրա մեջ, դրա համար ասում եմ, որ սա շատ հաճախ հանդիպող մի բան է։ Ու նավավարները վախեցան։ Ինչից վախեցան։ Իրանք չգիտեին, Հովնան, ոչինչ չգիտեին, թե Աստված ինչ է անում։ Նավավարները վախեցան, ամեն մեկը իր Աստծուն աղաղակում էր, իրանք տեսան փոթորիկը, որ իրանք կյանքին վտանգ է սպառնում։ Ուշադրություն դարձրեք, մի հոգու մեղքի պատճառով, աննազանդության պատճառով քանի հոգու կյանք էր վտանգի տակ գտնվում։ Ուրեմն ուշադրություն դարձրու, դու կարող ես մտածել, որ քո մեղքը միայն քեզ է վերաբերվում։ Չէ, դու ընտանիք ունես, դու շրջապատ ունես, ու կարող ես ազդել այդ մարդկանց կյանքի վրա, սա իրականություն է հոգևոր աշխարհում։ Տեսեք ինչ տեղի ունեցավ։ Ու նավավարները վախեցան եւ ամեն մեկը իր Աստծուն աղաղակում էր։ Պատկերացրեք բազմաթիվ ազգերից հավաքված մի հատ նավ, բոլորը գնում են մի ուղղությամբ Թարսիս, բայց մեկ էլ փոթորիկ է տեղի ունենում, ամեն մեկը իր Աստծուն է աղաղակում։ Ինչու՞, որովհետեւ ուրիշ Աստծո չեն ճանաչում իրենք։ Ու նավի մեջի կարասիները ծովը նետեցին, որպեսզի իրենցից թեթևացնեն։ Այստեղ մի պահ կանգ առնենք, գիտեք ինչ օրհնյալ բան կա։ Ինչքան է եղել, որ ձեր կյանքում փոթորիկ է առաջանում։ Ու դուք փորձում եք այդ հարցերը լուծել ձեր կյանքից ուրիշ բաներ դուրս գցելով, ոչ թե հիմնական պատճառը։ Այս դեպքը, քանի որ դուք արդեն գիտեք, դրա համար համարձակ ասում եմ։ Ուշադրություն դարձրեք, կարասինները չէր, որ պետք էր ծովը գցել, Հովնանին էր պետք ծովը գցել։ Քանի այդպիսի Հովնաններ են եղել քո սրտում, քանի միջոցներով ես փորձել քո կյանքում եղած փոթորիկները դադարեցնել։ Մտածել ես, որ այս մի բանը հանեմ գցեմ, բայց ամենակարևոր բանը գուցե խորը ամբարում պահված խորը քնած ա եղել։ Բայց մեկը Աստված չի փոխվում։ Իր աչքը ուղղված չէր այդ մարդկանց ունեցվածքը կորցնելուն։ Իր աչքը ուղղված էր այն խորը միտեղ քնած այդ մարդուն դուրս հանելուն։ Ինչքան այդպիսի մտքեր կլինեն, շարժառիթներ, սխալներ կյանքում, որ դու վերջը կպահես քո սրտում։ Գիտես գուցե շատ բան կխոսես աղոթքի մեջ, մարդկանց մեջ, կկանգնես կասես Հիսուսին շատ եմ սիրում, կամ էլի ինչ որ բաներ, բայց երբ որ նայես Աստծո աչքերին, մեկ էլ քեզ ասի, այն սրտիդ խոր անկյունում ինչ ես պահել, ինչ ես թաքցրել, այդ մեղքը հանիր դուրս գցիր, եթե ուզում ես, որ քո շուրջը եղած փոթորիկները դադարեն։ Հետաքրքիր է, չէ՞, որ մարդիկ ինչ տեսնում էին երևույթապես ու ինչ գիտեին գիտելիքով այդ էին անում։ Աստծուն չէին հարցնում, թե ինչ կարող են անել, չէին հարցնում, որովհետև չէին էլ ճանաչում այդ Աստծուն։ Ուղղակի իրանք հասկանում էին, որ այս երկրավոր գիտությունը ասում է, որ եթե նավը ծովի մեջ, փոթորիկի մեջ է, պետք է մեջի եղածը դուրս թափել, որ ինքը թեթև լինի ավելի ու հեշտ չսուզվի, ավելի հեշտ պայքարի փոթորիկի դեմ։ Բայց գրված է իրանք դուրս էին թափում, փոթորիկը ավելի էր ուժեղանում։ Հանդիպել եք այսպիսի դեպքերի։ Հովնանը նավի խորշը իջնելով պառկել էր ու խորը քնած էր։ Կարդում եք 5-րդ խոսքի վերջի հատվածը։ Եվ նավապետը հետաքրքիր է, որ տարբեր անձերի, տարբեր մարդկանց մասին է խոսում։ Նրան մոտեցավ ու նրան ասաց. «Քեզ ինչ եղավ, ով խորը քնող, ելիր քո Աստծուդ աղաղակիր, թերևս Աստված մեզ հիշի, որ չկորսվենք»։ Էլ ճար չկար կարծես թե։ Նավապետը էլ մարդ չէր թողել, բոլորին արթնացնում էր։ Ասում էր բոլորը աղաղակեք, ամեն մեկը իր Աստծուն։ Ինքը չգիտեր, որ Հովնանը ճշմարիտ Աստծուն է երկրպագում։ Ու պետք էր Հովնանին արթնացնել։ Ինքը ուղղակի Հովնանին արթնացնում էր, ինչպես բոլորին կասեր։ Ու ամեն մեկը իր Աստծուն էր աղաղակում, ու Հովնանը արթնանում է, վերակենում։ Եվ շարունակությունը տեսեք, եւ իրարու ասացին. «Եկեք վիճակ գցենք, որպեսզի գիտենանք, թե այս ճարիքը ում պատճառով մեր վրա եկավ»։ Եվ վիճակը գցեցին ու վիճակը Հովնանին ելավ։ Հետաքրքիր բան է, Հովնանը լավ գիտեր, չէ՞ որ իր պատճառով է այդ փոթորիկը։ Ախր վիճակ որ գցում են, վիճակը միանգամից մի ակնթարթում տեղի չի ունենում։ Հիշում եք Աքարի պատմության մեջ կա ինչպես վիճակ գցեցին։ Երգովի հաղթանակից հետո, որ մեկը մեղք էր գործել ու Իսրայելը պարտվեց, հիշում եք այդ դեպքը։ Հիմա վիճակ են գցում, մի րոպե պատկերացրեք այս Հովնանի վիճակը։
Ինքը ինչ է մտածում այդ պահին։ Ես վիճակ տարբեր իմաստներով օգտագործեցի այդ բառը։ Ինքը նայում ու տեսնում է, որ ահա քիչ-քիչ վիճակ են գցում ու վիճակը իրեն է մոտենում։ Այս խմբի համար, հետո այս խմբի համար, ու sense քիչ-քիչ ինքը մենակ է մնում վերջում, ինքն է բռնվում։ Ինչի՞ այդ վիճակ գցելու կեսից կամ հենց սկզբից չմոտեցավ ասել, գիտեք, ես եմ մեղավոր։ Գիտեք, միշտ մարդկային միտքը խուսափելու, փախնելու ընդունակությունն է։ Հովնանը մենակ ֆիզիկապես չէր փախնում, ինքը մտքով էլ էր փախնում։ Ինքը մտածում էր, դե երևի գուցե Աստված կողքիցս կանցնի։ Գուցե մի հատ ուրիշը կբռնվի, ինձանից մեղավոր մեկը կգտնվի։ Հազար մի բան կարող մտածել այս մարդը, բայց եթե դա տեղափոխենք մեր սրտերի մեջ ու մեր կյանքում, ինչքան է մեզ հետ այդպիսի բաներ պատահում, որ մենք էլ մտածում ենք, դե լավ, մենք այդքան խորը մեղք չենք գործել։ Բայց Աստված նայում է քո սրտին, ասում է, որ գիտես, ես կարամ օրհնեմ, բայց մի հատ այս բանը պետք է հանես սրտիցդ։ Ու դու էլ այնքան ես սիրում այդ մի բանը, պինդ պահում ես քո սրտի մեջ։ Եկել մտածում ես, դե լավ, ուրիշները մեղավոր են բանես, թող ուրիշների մեղքերը մաքրվեն, ինչի իմը։ Չլինի թե վիճակ գցեն ու դու բռնվես։ Վիճակով գա ընկնի քեզ հանկարծ։ Նայր սրտիդ մեջ, հենց սկզբից պատրաստ եղիր խոստովանության ու մաքրելու։ Ուրեմն ինչ տեղի ունեցավ։ Վիճակը գցեցին, վիճակը Հովնանին ելավ։ Եվ նրանք ասացին նրան. «Հիմա պատմիր մեզ, թե այս չարիքը ում պատճառով մեր վրա եկավ, քո գործը ինչ է, որտեղից ես գալիս, քո երկիրդ որն է ու որ ժողովրդից ես»։ Եվ նա ասաց նրանց. «Ես եվրայեցի եմ եւ ծովը ու ցամաքը ստեղծող երկնքի Աստծուց Եհովայից վախենում եմ»։ Դավանանքի մեջ շատ լավ էր։ Ասաց ես երկինք ու երկիր ստեղծող Աստծուց վախենում եմ։ Բա որ վախենում էր, ուր է իր փախնում Հովնան։ Բնական հարց առաջանում, չէ՞, եթե վախենում ես, ինչի ես աննազանդություն անում։ Բայց դավանանքը շատ լավն էր ու շատ տեղին էր, որովհետև այլ տեղ չուներ փախնելու, ինքը արդեն կանգնած էր տուփիկում, էլ չէր մտածում, որ Աստված իր կողքից կանցնի, մի ուրիշը կբռնվի վիճակով, հանկարծ իր մեղքը չի լինի, ու դավանեց վերջը, խոստովանեց, ասաց, որ ես երկինք ու ցամաք ու ծով ստեղծող Եհովայից եմ վախենում։ Եվ այն մարդիկ խիստ շատ վախեցան։ Գիտեք ինչու՞։ Որովհետև միակ մարդն էր երևի այդ քանի մեջ, որ ասաց ես այս Աստծուց, ճշմարիտ Աստծուց եմ վախենում։ Եվ ասացին, այս բանը ինչու արեցիր։ Նու պատմեց երևի, դա գրված չի, գրված է, որ ուղղակի մարդիկ իմացան, որ Տիրոջ երեսից էր փախչում, որովհետև նրանց պատմել էր։ Պատմեց այսպես, Աստված ինձ ուղարկում էր Նինվե, բայց ես փախնում եմ Թարսիս, ու հիմա ծովի վրա եմ, Նինվեն ցամաքով պիտի գնար, գիտեք, այնտեղ ծով չկա։ Բայց հիմա ինքը ծովի վրա էր ու գնում էր բոլորովին հակառակ ուղղությամբ, Նինվեն դեպի արևելք պիտի գնար, ինքը գնում էր արևմուտք։ Այդ ծովի վրա մեծ փոթորիկի մեջ, դժբախտության մեջ կարծես թե էլ ինչ են անելու։ Եվ նրան ասացին, քեզ ինչ անենք, որ ծովը մեզանից դադարի, քանզի ծովը գնալով ավելի էր սաստկանում։ Պատկերացնում եք, Աստված փոթորիկը ավելի ուժեղացնում էր, նայում է երկնքից, տեսնում է, որ ինչ է տեղի ունենում նավի մեջ, ու կողքից կարծես թե բորբոքում է, փոթորիկը ավելի է ուժեղացնում։ Ինչի է ուժեղացնում փոթորիկը, որ այս մարդիկ էլ ուժեղանան Հովնանի վրա, որ ճնշումը մարդկանց ուժեղ լինի Հովնանի վրա։ Նայեք շարունակությունը, ու նա ասաց, ինձ վերցրեք ու ինձ ծովը նետեք, ու ծովը ձեզանից պիտի դադարի, քանզի ես գիտեմ, որ մեծ փոթորիկը իմ պատճառով ձեր վրա եկավ։ Այս մարդը լավ էլ գիտեր, որ իր պատճառով է փոթորիկը եղել։ Այն սկզբից էլ գիտեր, բայց հույս ուներ, էլի, որ հանկարծ կարող է բարձնի։ Գիտեք, երբեք եկեք հույս չունենանք, որ հանկարծ կարող է Աստված մեզ բաց թողնի։ Աստծո սկզբունքները երբեք չեն փոխվում, Աստծո բնությունը երբեք չի փոխվում։ Ինքը նույնն է երեք այսօր ու հավիտյան։ Ինչ պահանջներ, որ ունեցել է հազարավոր տարիներ առաջ մարդկանցից, նույն պահանջները ունի այսօր մեզանից։ Ինչպես օրհնել է մարդկանց հազարավոր տարիներ առաջ, նույն ձևով կարող օրհնի մեզ, ինքը չի փոխվում։ Իր բարոյական չափանիշները չեն փոխվում։ Եթե հազարավոր տարիներ առաջ ասել է սա մեղքը, մինչև հիմա էլ դա մեղքը ու հավիտյան դա մեղք կմնա։ Ամեն, դուք Աստծուն այսպես եք ճանաչում։ Ամենաօրհնյալ հատկություններից մեկն է Աստծո, որ ինքը փոփոխական չի։ Պատկերացնեք Աստված փոփոխական լիներ։ Ամբողջ տիեզերքը պիտի անընդհատ փոխվեր։ Չգիտեմ, իր հարաբերությունը մեզ հետ անընդհատ պիտի փոխվեր։ Հնարավոր չէ լինի, բայց մենք գործ ունենք մի անձի հետ, որը կայուն, հաստատուն, սկզբունքային, շատ կայուն մի անձնավորություն է։ Անփոփոխ ուղակի, ինչ խոսել է Ադամի հետ, ճիշտ նույնն է մինչև հիմա։ Թող իր անունը փառավորվի։ Ուրեմն ինչ արեցին մարդիկ։ Տեսեք ինչ տեղի ունեցավ։ Արդեն ամեն ինչ պարզ էր, թե այդ փոթորիկը ինչի եղավ, ինչ տեղի ունեցավ։ 13-րդ խոսքում եմ կարդում։ Եվ այն մարդիկ թի քաշելով, այսինքն թիավարելով, ջանում էին նավը ցամաքին դարձնել, բայց չկարողացան, քանզի ծովը գնալով սաստկանում էր նրանց վրա։ Լավ էլ Հովնանը ասեց, որ պատճառը ինքն է։ Էլ ինչի էին ուզում թիավարել։ Կարծես թե ուզում էին Հովնանի խնայեն, իրեն ծովը չգծեն։ Չգիտեմ ինչեր կարելի է մտածել սրա տակ։ Բայց ինչու, եթե դուք արդեն գիտեք, որ պիտի դուրս անեք, դա գցեք ձեր կյանքից, ինչ եք փորձում ուրիշ միջոցներով, մարդկային ջանքերով, ֆիզիկական ուժերով։
Գիտեք, քաղմու փոթորիկի ժամանակ առագաստներ բացել հնարավոր չի։ Այստեղ թիերն էին աշխատում, մարդկանց ֆիզիկական ուժերն էին աշխատում։ Այսպես մեր կյանքում էլ ալնում։ Երբ որ արդեն էլ տեղ չունես փախնելու, դու կանգնում ես քո սխալների ու մեղքերի առաջ դեմ հանդիման։ Նայում ես դրանց ու դու հաստատ գիտես, որ դրանք պիտի մաքրես քո կյանքից։ Մեկ էլ նորից ջանում ես քո մարդկային ուժերով ինչ-մի բան փոխել։ Չփորձեք, գիտեք ինչու՞։ Փոթորիկը կսաստկանա ձեր վրա։ Նայեք, եւ ծովը գնալով սաստկանում էր նրանց վրա։ Ու Եհովային աղաղակեցին ու ասացին. «Օ Եհովա, աղաչում ենք, այս մարդու հոգու համար չկորսվենք, ու մեր վրա անմեղ արյուն մի դիր, քանզի դու, ով Եհովա, ուզածիդ պես արեցիր»։ Վերջի վերջո եկավ այն պահը, որ իրենք աղոթեցին ճշմարիտ Աստծուն, ասացին այս մարդու պատճառով, այս մի հոգու պատճառով մենք էլ չմեռնենք։ Եվ այս վերջի արտահայտությունը դու քո ուզածիդ պես արեցիր։ Չգիտեմ ինչքան ես փորձում Աստծուց փախնել, ինչքան ես մտածում այդ փախուստի մասին, բայց նաև մտածիր, ինքը Աստված է, ինքը իր ուզածը պիտի կատարի։ Ով կարող կանգնի Աստծուն ու ասի չէ, քո ուզածը չի լինելու, իմ ուզածն է լինելու։ Ընդհանրապես Աստծո ծրագրից դուրս կթռնես, բայց Աստված իր ուզածը կկատարի։ Աստված, չգիտեմ, մեզանից շատ անգամ ավելի համառ անձնավորություն է։ Ինքը սկսել է մի գործ, որի վերջը ինքը արդեն տեսել է, ինչպես պիտի վերջանա այդ գործը։ Ինքը սկսեց երկինք, երկիր սարքելը, մարդուն ստեղծելը, ամբողջ մարդկության պատմությունը նախորոք տեսնելով դեռ ոչինչ չստեղծած։ Մի անձնավորություն է, որ ժամանակից դուրս է գտնվում։ Ինքը հիմա ներկա է այստեղ, ինքը ներկա է նաև երբ որ մենք կլինենք երկնքում։ Պատկերացնում եք ինչ նշանակում ժամանակից դուրս։ Ժամանակը մի գիծ է, չէ՞, կարծես թե, որ ունի բազմաթիվ կետեր իր վրա։ Միաժամանակ ներկա է բոլոր կետերի մեջ։ Այդ միաժամանակ բառը չէ սազում, էլ ուրիշ բառ չեմ էլ գտնում։ Այդ բոլոր կետերի մեջ ինքը միանգամից ներկա է նույն պահին։ Պատկերացնում եք, այսպիսի անձնավորություն է ինքը։ Մենք նրան ճանաչել ենք Հիսուսի միջոցով, թող իր անունը փառավորվի։ Նայեք, ասում եմ, դու քո ուզածիդ պես արեցիր։ Վերջերս մարդիկ հասկացան, որ իրանք գործ ունեն Աստծո հետ, իրանք գործ չունեն մարդկանց հետ։ Աստված իր ուզածը պիտի կատարի կյանքում։ Շարունակենք, եւ Հովնանին վերցրեցին ու ծովը նետեցին։ Ու ծովը իր սաստկությունից դադարեց։ Երբ որ ճիշտ արեցին այն, ինչ որ Աստված էր ուզում, փոթորիկը դադարեց։ Շարունակության մեջ գրված է այն մարդիկ Եհովայից մեծ վախով վախեցան ու Եհովային զոհ մատուցեցին եւ ուխտեր արեցին։ Մարդիկ կարծես դարձան, մոռացան, որ իրանք ուրիշ աստվածներ ունեն։ Դարձան սկսեցին ճշմարիտ Աստծուն զոհ մատուցել, աղոթքներ անել, ուխտեր անել, ուխտը գիտեք որն է։ Հետո կյանքի համար խոստումներ տալ Աստծուն։ Այն ժամանակվա համար այդպիսին էր։ Բայց սրանով Հովնանի պատմությունը չի դադարում։ Հովնանին դուրս գցեցին, ծովը խաղաղվեց, մեկ էլ գրված Աստված հրամայեց մի մեծ ձկան, որ Հովնանին կուլ տա։ Ժամանակին շատ եմ սիրել կարդալ գիտատեխնիկական գրականություն ու ծովային պատմությունների դեպքերի մեջ մի այդպիսի դեպք հանդիպեց։ Կետորսների մասին էր գրված, կետ կուլ էր տվել մի մարդու։ Կետը կաշալոտ տեսակի էր եղել, կաշալոտի կուլ տալը վտանգավոր էր եղել ինչով, որ իրանք կուլ չեն տալիս, իրանք ատամնավոր կետ են, ծամում են ուղղակի։ Բայց դեպքը ոնց էր տեղի ունեցել, ասում է, որ ընդհանրապես կետորսությունը սենց է լինում, մեծ նավը, որ գնում է կետ որսալու, հենց որ կետին գտնում են, փոքրիկ նավերով իջնում են ջրի վրա ու փոքր նավերով տարբեր կողմերից մոտենում են կետին։ Ու սկսում են մեծ նիզակներով, տեգերով խոցել կետին, մինչև կետը սատկում է։ Այդ մի որոշ ժամանակ առաջվա էր։ Հիմա արդեն ավելի զարգացած տեխնիկա ունեն դրա համար։ Այդ ժամանակ շատ դժբախտություններ էին լինում։ Կետի մի փոքր շարժումը իր կողքին եղող փոքր նավերին ցրում էր ուղակի։ Այնքան հզոր են կետերը իրենց չափերով, զորությունով։ Ասում եմ, այդպիսի մի պոչի հարվածից մի մակույկ, մի այդպես փոքրիկ նավ ուղակի թռնում է օդ, ջարդուփշուր է լինում։ Այդ մարդիկ թափվում են ջրի մեջ, իրենց հավաքում են կողքի նավերը անմիջապես, օգնում են հանում են ջրից, բայց մեկ էլ նայում են իրենց ընկերներից մեկը չկա։ Հաջողվում է կետին սպանել, կետին հանում են մեծ նավի տախտակամածի վրա ու սկսում են մաքրել։ Անմիջապես այդ գործը կատարում են, որովհետև մի քիչ եթե մնա, արդեն ներքին օրգանները սկսում են փչանալ կետի։ Նրան երբ որ բաց են անում փորը, տեսնում են ստամոքսը շարժվում է կետի։ Սա իրական դեպք է, ես կարդացել եմ գիտատեխնիկական գրականություններից մեկի մեջ։ Նրան տեսնում են, որ ստամոքսը շարժվում է, անմիջապես ստամոքսն են բացում, տեսնում են իրենց ընկերը այնտեղ, ուշագնաց վիճակում։ Տեղափոխում են հիվանդանոց։ Գիտեք, այդպեսի մեծ նավերի վրա ամեն ինչ լինում է, հիվանդանոցով, ամեն ինչով։ Տեղափոխում են իրենց հիվանդանոցը, այս մարդը ուշքի է գալիս, ապրում է, մահանում է դրանից մի քանի տարի հետո, մի 5 տարի կարծեմ հետո, բոլորովին ուրիշ բանից։ Հետո այդ մարդը ինքը, երբ որ ուշքի է գալիս, սկսում է պատմել։ Ասում է, այս զգացի հարվածը, ինչպես մենք նավով թռանք վերև, հետո ասում է, այս ընկա մի հատ նեղ տեղ,
Այսինքն բախտը բերել էր ինչով, որ ինքը խուսափել էր կետի ատամներից, միանգամից ընկել էր կետի կոկորդը։ Բերանը բաց ա եղել, ընկել է ուղիղ կոկորդը։ Ասում անգամ մի նեղ տեղ, ու այդ նեղ տեղով առաջ եմ գնում։ Ասում գնալով ջերմաստիճանը մեծանում է, տաքությունը բարձրանում է, ասում ու շնչահեղձ եմ լինում, օդը պակասում է։ Ասում մեկ էլ իմ շարժումը դադարեց, ասում կանգ առա ինչ որտեղ արդեն ահավոր ջերմաստիճան էր, օդել չկար շնչելու, ասում այդ ջերմաստիճանի բարձրությունից ու օդի պակասից ասում ուշագնաց եղա։ Մեկ էլ արթնացել եմ, ուշքի եմ եկել կարծես հիվանդանոցում։ Սա ինչ որ տեղի ա ունեցել 20-րդ դարում երկրի վրա, այնպես որ այսպիսի դեպքերը հնարավոր են։ Ես ավելին ասեմ, եթե մի գործ Աստված է անում, ոչ թե մի քանի ժամ, ոչ թե մի ժամ կամ մի քանի ժամ, այլ օրերով էլ հնարավոր է սա։ Բայց գուցե Աստված այդ դեպքը թույլ տվեց նրա համար, որ մենք հավատանք նաև իր հրաշքներին այս ձևով, որ գրված է Աստվածաշնչում։ Ուրեմն, երբ որ հրամայեց մի ձկան, հետո նոր կտականում էլ է գրված, որ այդ ձուկը կետ էր, որ կուլ տա Հովնանին կուլ տվեց, Հովնանը մնաց կետի փորում, գրված է 3 օր, 3 գիշեր։ Արդեն երկրորդ գլխի սկզբում կարդում ենք դրա մասին։ Եվ Հովնանը ձկան փորից իր Տեր Աստծուն աղոթք արեց։ Հետաքրքիր է, որ մինչև այս պահը Մարգարեն ոչ մի աղոթք չի անում, ամենայն դեպս գրված չի ոչ մի աղոթքի մասին։ Աստծո մարդը, Մարգարեն, որ պետք է անընդհատ Աստծո հետ կարծես հաղորդակցության մեջ լինի, աղոթք արեց այն ժամանակ, երբ որ ինքը գտնվեց ծայրահեղ վիճակի մեջ արդեն։ Երբ որ մենք մեկ խոսում ենք սրա մասին, մեր մոտ այնպիսի տպավորություն է առաջանում, որ Հովնանը շատ կոմֆորտի մեջ, ոնց ասեմ, կետի փորի մեջ մի հատ հարմարավետ բազկաթոռ էր դրած, ինքը նստած էր, գուցե մի գիրք էլ ձեռքին մարգարեական, ու ինքը թառակ նստած տեղից խոսում էր Աստծո հետ։ Մի քիչ հետո կտեսնեք ինքը ինչ վիճակում էր։ Բայց գիտեք, դու Աստծուն ճանաչող մարդ ես, ու երբեք մի թող, որ քո կյանքում հասնի մի իրադրություն, որտեղ դու ստիպված լինես աղոթք անելու։ Ինչու՞։ Աստծուց փախնելը ո՞րն է։ Հենց սկզբից պատրաստ եղիր աղոթք անել, բացել քո սիրտը, մաքրել, շատ ավելի հեշտ կանցկացնես ամեն ինչ։ Եկեք կարդամ այս աղոթքը, որովհետև մի յուրահատուկ աղոթք է սա։ Ասեմ, որ Հովնանի 3 օր 3 գիշեր կետի փորում լինելը, դա խորհրդապատկերն է Հիսուսի 3 օրվա մեռած լինելուն խաչի վրա։ Հիշում եք, խաչի վրա մահացավ, 3 օր դրվեց գերեզման։ Դա ճիշտ դրա խորհրդապատկերն է, ու Հիսուսը ինքը համատեց Հովնանին իր հետ։ Կարդամ այդ աղոթքը։ Ու ասաց. «Իմ նեղությունիցս Տիրոջը աղաղակեցի, եւ նա ինձ պատասխան տվեց, գերեզմանի փորից կանչեցի, ու իմ ձայնս լսեցիր»։ Տեսեք, ամեն բառի վրա կարելի է կանգ առնել։ Ես կաշխատեմ ուղղակի կարևոր բաներ ասել միայն։ Հովնանը գտնվում է շատ նեղ իրադրության մեջ։ Նոր կետը իրան կուլատվել, ինքն էլ աղոթք է անում։ Իհարկե 3 օր 3 գիշերվա մեջ այս փոքրիկ աղոթքը չի։ Ինքը շատ է աղոթել, սա գրված է հիմնական թեման, թե ինքը ինչ կարևոր բաներ է աղոթել։ Երբ որ դուրս է եկել կետի փորից, ինքը նստել ու գրել է իր մարգարեությունը, այս պատմությունը, այս հրաշալի դեպքը։ Իր աղոթքը ոնց է սկսվում։ Ասում է. «Տիրոջը աղաղակեցի եւ նա ինձ պատասխան տվեց, գերեզմանի փորից կանչեցի ու իմ ձայնս լսեցիր»։ Ով է, որ նեղության մեջ, հենց բերանը բաց անում, առաջինը այնքան հավատքով, որ ասում է դու ինձ լսեցիր։ Պատկերացնում եք ինչ հավատք է խոսում այստեղ։ Ինքը չգիտի կետի փորից կենթանի դուրս գալու է, թե չէ, Աստված իրան այդ բան չի ասել։ Բայց ինքը աղոթք է անում, ասում է դու ինձ լսեցիր։ Սա հավատք է խոսում, որովհետև ինձ ծովի մեջ անդունդը նետեցիր ու հեղեղները ինձ պաշարեցին, քո ամեն կոհակներդ ու ալիքներդ իմ վրայիցս անցան։ Ինքը ճիշտ նկարագրում էր այն ինչի մեջ, որ ինքը գտնվում էր։ Մի պահ պատկերացրեք, գիտեք Ստամոքսի աշխատանքը ինչպիսին է։ Ինքը արագ արտադրում է ստամոքսահյութ, երբ որ այնտեղ ինչ-որ մի բան է ընկնում։ Ասեմ, որ այդ մարդու դեպքը, որ պատմեցի, կետորսի մասին, որ պատմեցի, իր վրա մնացած միակ հետքը ստամոքսահյութի վառած հետքերն է եղել։ Իր մաշկը, որ վառվել է ստամոքսահյութից։ Մնացած ներքին օրգաններով ինքը առողջ է եղել։ Ինքը նկարագրում է, որ հեղեղները ինձ պաշարեցին, քո ամեն կոհակներդ ու ալիքներդ իմ վրայիցս անցան։ Չգիտեմ կետի փորում էլ ինչքան ջուր է եղել, ու այդ ջուրը, այդ ստամոքսի շարժումը, Հովնանին մեկ խփել են այս կողմ, մեկ խփել են այն կողմ, գուցե կիսամարսած ձկան մնացորդներ են եղել կետի փորում, հոսոված չի եղել այդ ձուկը 3 օր 3 գիշեր։ Ես ուզում եմ, որ դուք լավ պատկերացնեք այդ մարդը ինչ վիճակի մեջ է աղոթել։ Մեկ-մեկ մենք կյանքում հայտնվում ենք այդպիսի իրավիճակի մեջ, որ մենք կարծես թե անդունդի մեջ լինենք, ու այլ աշխարհի վրա էլ հոգս չկա, որ մեր վրա թափված չլինի։ Եղել է այդպիսի իրադրություններ ապրել եք։ Այ Հովնանը հենց դա էր ապրում։ Քո կոհակները տալիքներդ իմ վրայիցս անցան, հեղեղները ինձ պաշարեցին, նայեք ինչ էր գրում։ Ասում է ինձ ծովի մեջ անդունդը նետեցիր, արտահայտություններ են, որ նկարագրում են իր գտնված վիճակը։ Ու ես ասացի, նայեք շարունակությունը,
Քո աչքերիդ առջևից վռնդվեցի, բայց տակավին քո սուրբ տաճարիդ պիտի նայեմ։ Ուրեմն երկու միտք կա, թե ինչպես ասա գրված եղել։ Անգլերեն թարգմանությունում գրված է ճիշտ ինչպես հայերենում, բայց ես տակավին քո սուրբ տաճարիդ պիտի նայեմ։ Այս դեպքում սա հնչում է որոշման նման։ Թեև դու ինձ դրել ես մի հատ նեղության մեջ ու ճնշում ես, ասում եմ, բայց ես քեզ պիտի նայեմ։ Տակավին քո սուրբ տաճարիդ պիտի նայեմ, այսինքն դու ես ինձ փրկողն ու ազատողը։ Ռուսերեն թարգմանությունում մի քիչ ուրիշ ձև է գրված։ Կարծես թե որ հետո ես պիտի տեսնեմ քո սուրբ տաճարը։ Սա հույս է խոսում, հավատք է խոսում, այնպես որ երկու տարբերակներից որն էլ լինի, շատ դիպուկ է։ Բայց այս որոշումը շատ կարևոր է նեղության մեջ, որ թեև դու ինձ դրել ես այս նեղության մեջ ու ճնշում ես, բայց մեկը ես քեզ պիտի նայեմ, դու ես ինձ փրկողը։ Մեկը ինձ այդ նայել արտահայտությունը ուղղակի աչքերի մասին չի, դա սրտի նայվածքն է, որ իմ սպասումը որտեղից է, որ իմ աչքերը ուր են նայում փրկության համար, նեղությունից դուրս գալու համար։ Ասում ես տակավին քո սուրբ տաճարիդ պիտի նայեմ։ Այս խոսքը կարդալուց հիշում եմ Հոբին, Հոբի ճնշումը, Հոբի նեղությունը։ Հիշում եք ինչպիսի վիճակում էր Հոբը։ Մի օրվա մեջ կորցնել 10 երեխա ու բոլոր ունեցվածքը ամբողջովին։ Մյուս օրը նաև ինքը մարմնի հիվանդություն ստացավ, այն մյուս օրը եկան իր ընկերները ու նստեցին իր առաջ, 3 հոգի էին, բոլոր հարազատները հեռացած էին, 3 ընկերներն էին մնացել։ Այն էլ նստել էին միայն հանդիմանում էին։ Մի հատ մխիթարական խոսք չկար իր համար։ Մեկը չկար, որ իր կողմից լիներ, մեկը չկար, որ ցավակից լիներ։ Ուղղակի միայն վիշտ էր իր կյանքում։ Ու այս մարդը Հոբի գրքի 13-րդ գլխի 15-րդ խոսքում ասում է թեև սպանիել ես իրեն պիտի հուսամ։ Այս վճռականությունն է սիրում Աստված, այս որոշումն է սիրում Աստված։ Հովնանը ասաց, թեև քո աչքերի առջևից վռնդվեցի։ Այսինքն դու ինձ վռնդեցիր քո աչքերի առջևից, էլ արժան չեմ կարծես քոնը լինելու։ Բայց տակավին քո սուրբ տաճարիդ պիտի նայեմ։ Աստված այս է սիրում, որ դու ուրիշ հուսալու տեղ չունես։ Դու մի հատ հուսալու տեղ ունես Աստված։ Ուրիշ մեկը չկա քո կյանքում։ Ու հաճախ ինքն է անում այդ դեպքերը, որպեսզի ինքը դառնա քո կյանքում միակը։ Թող իր անունը փառավորվի։ Դա մեր բարի համար է անում։ Ինքը էգոիստ չի, այլ սիրում է մեզ, ուզում է որ մեր բարին լինի։ Դրա համար է անում։ Եկեք շարունակեմ 5-րդ խոսքում։ Եվ ինձ մինչև հոգիս ջրերը ինձ պաշարեցին։ Անդունդը ամեն կողմից ինձ շրջապատեց։ Կնյունները գլուխս փաթաթվեցին։ Ուրեմն տեսեք, այս կնյունները ինչ որ ծովային բույսեր են։ Հավանաբար դա էլ է եղել գետի փորի մեջ, ասում է գլխիս փաթաթվեցին։ Լավ պատկերացնում եք Հովնանի վիճակը։ Լեռների տակերը իջա։ Չգիտեմ այդ ժամանակ որ գետը իրան կուլեր տվել ինչքան սուզվեց ջրի տակ։ Ու ինչ ճնշումներ էր ապրում։ Երկիրը իր նիգերով հավիտյան իմ շուրջս է։ Բայց դու իմ կյանքս գուբից հանեցիր, ով իմ Տեր Աստվածս։ Կարող ես սենց աղոթք անել այն ժամանակ, երբ դու գտնվում ես նեղության մեջ։ Ինքը չի ասում պիտի հանես, ասում է հանեցիր։ Մի հատ նայեք ինչ հավատք է խոսում, ինչ ճանաչողություն Աստծո, որտեղից Հովնանին սա, չգիտեմ։ Բայց դու իմ կյանքս գուբից հանեցիր, ով իմ Տեր Աստվածս։ Գիտեք ինչ հրաշալի խոսք է, որ նեղության մեջ ասում ես իմ Տեր Աստվածս։ Իմ Աստվածս, հալելույա, եթե այն ուրիշները կարային ասեին Հովնանի Աստվածը, ինքը ասեց դու իմ Աստվածն ես։ Այն նավապետը եկավ վարդնացրեց, ասեց վեր կաց քո Աստծուն աղաղակիր, չէ։ Իսկ ինքը ասում է իմ Աստվածս, ես իմ Աստծուն պիտի աղաղակեմ, ինչ գործ ունեմ ուրիշների Աստծո հետ։ Մենք մի Աստված ունենք, թող իր անունը փառավորվի, որ իր որդուն զոհեց մեր մեղքերի, մեր փրկության համար։ Մենք պատրաստ ենք մեր կյանքն էլ տանք, հա, իր համար։ Ու ոչինչ որ մեկ-մեկ ինքը այսպիսի նեղություններ է բերում մեր կյանքում։ Երբ հոգիս իմ վրաս մարեց, Տիրոջը հիշեցի։ Ամեն բառը կարծես սովորեցնում է, ասում է երբ հոգիս իմ վրա մարեց, այսինքն նենց ճնշման մեջ, նենց նեղության մեջ ընկա, որ հոգիս կարծես մեռավ, Տիրոջը հիշեցի։ Ինչի՞ չէր կարելի մինչև այդ հիշել։ Ու մեկ-մեկ սա պատահում է, չէ՞ մեր կյանքում, որ մենք էլ նեղության մեջ հասնում ենք, որտեղ նոր հիշում ենք։ Այլ այն փողից չես մտածում, գնամ նավ նստեմ, նավապետը իմ բարեկամս է, չգիտեմ գումարս կհերիքի, որ տոմս առնեմ Թարսիս փախնելու, այլ չես մտածում սենց բաների վրա։ Ասում ես Տիրոջը հիշեցի։ Երբ այդ բոլոր ճնշումը վրաս եկավ, նոր Տիրոջը հիշեցի։ Սա մեզ սովորեցնում է, որ մենք այսպես պիտի չլինենք, այլ միշտ հիշենք Տիրոջը։ Ամեն օր, ամեն ժամանակ ու ամեն դեպքերի մեջ։ Իմ աղոթքս քեզ քո սուրբ տաճարդ հասավ։ Գիտեք, միշտ նեղության մեջ հաղթում է այն աղոթքը, որը հավատքով է կատարում, որ դու հավատում ես արդեն լսվել է ու կատարվել է։ Ինչն է հետաքրքիր, մի դեպք էլ ասեմ, գրված է Դանիելի մարգարեության մեջ, Դանիելը 21 օր աղոթք էր անում Աստծուն մի հոգսի համար։ 21 օր ծոմի մեջ էր այդ մարդը։ Այնքան որ երբ որ հրեշտակը հայտնվեց, իրեն էլ ոտքերի վրա կանգնելու ուժ չուներ։
Այդպես աղոթք էր անում Աստծուն։ Ու ինչ տեղի ունեցավ, երբ որ հրեշտակը հայտնվեց, ասաց հենց առաջի օրվանից, որ դու քո սիրտը տվեցիր քո Աստծո առջև խոնարհվելու եւ այլն, ասում է քո աղոթքը լսվեց։ Գիտեք, հաղթում է այս աղոթքը, որ հենց բերանը բացեցիր հավատում ես, որ Տերը լսեց քեզ։ Ու դու պատրաստ ես իր բոլոր ուզածը կատարես, ինքն էլ պատրաստ է քո խնդրվածքը կատարելու, եթե իր կամքի համեմատ է, Տեր անունը փառավորվի։ Որովհետև միայն իր կամքն է մեզ համար բարի, ու լավ է, որ մենք գիտակցենք ու կյանքում ապրենք գիտակցորեն, երբեք իր կամքից դուրս ոչինչ չխնդրելով։ Շարունակության մեջ այսպիսի մի արտահայտություն անում. սույտ ունայնություններին նայողները իրենց լինելու ողորմությունը թողում են։ Գիտեք ինչ կարևոր արտահայտություն է։ Նույնիսկ քրիստոնյաները, Աստծուն ճանաչող մարդիկ, ովքեր ծնված են Աստծոց, ովքեր Սուրբ Հոգին ունեն իրենց մեջ, հաճախ ինչ որ ցանկությունների պատճառով դատարկ բաների են նայում։ Ու դրա պատճառով բաց են թողում Աստծո կողմից իրենց համար պատրաստված օրհնությունները։ Ուզում եք նայած կարդամ այս խոսքը։ Սուտ ունայնությունների նայողները իրենց լինելու ողորմությունը թողում են։ Երբ որ քո առաջ դեպքեր են կանգնած, ու դու փոխանակ Աստծուն նայելու ինչ որ նոր միջոցներ ես փնտրում, մեղքի, չգիտեմ, այս աշխարհի հազար մի միջոցներն ես փնտրում, այդ քո դժվարությունները լուծելու համար, բաց ես թողնում կարծես թե Աստծո ողորմությունը քո կյանքում, որտեղ ինքը քո կյանքի բոլոր դեպքերի համար լուծումներ ունի։ Տեսնում ես, ոչ մի բան պատահական չի քո կյանքում։ Դու սրան հավատում ես։ Ասում եմ, բայց ես շնորհակալության ձայնով քեզ զոհ պիտի մատուցեմ, ու արած ուխտերս պիտի կատարեմ։ Այդ սուտ ունայնության նայողները մի կողմ, բայց ես այսպես պիտի ապրեմ։ Սա իր որոշումն է։ Եկեք ասեմ, թե այս նեղությունը ինչ տեսակ որոշման բերեց Հովնանին։ Սա շատ մի կարևոր բան է։ Ուրեմն պատկերացրեցիք Հովնանը ինչ վիճակի մեջ էր։ Գետի Ստամոքսի մեջ։ Ինչ էր տեղի ունենում իր հետ 3 օր, 3 գիշեր։ Այդ մենք ենք ասում 3 օր, 3 գիշեր։ Ինքը ցերեկ ու գիշեր չէ տեսնում։ Իր համար միայն գիշեր էր այդ ժամանակ։ Նայեք, ասում եմ, բայց ես շնորհակալության ձայնով քեզ զոհ պիտի մատուցեմ։ 3 բան է այս նախադասության մեջ գրված, բայց ես շնորհակալության ձայնով քեզ զոհ պիտի մատուցեմ, ու արած ուխտերս պիտի կատարեմ փրկությունը Տիրոջն է։ 3 բաներից ամեն մեկի վրա ուշադրություն դարձրեք։ Կարելի է 3 օր, 3 գիշեր գտնվել այդպիսի իրադրության մեջ։ Չգիտեմ, այնտեղ խոտերը փաթաթվում են գլխիդ, այդ ստամոքսյա հյութը մեկ-մեկ լցվում է վերանը։ Ինչա տեղի ունենում այդ մարդու հետ, ինչ դժվարություններ է ապրում ինքը այդ ժամանակ։ Գուցե ժամանակ առ ժամանակ կորցնում է հույսը ընդհանրապես ապրելու։ Ինչքան է նեղվում, ինչ բարձր ջերմաստիճան է, գիտեք որ մարմնի մեջ ամենաբարձր ջերմաստիճանը ստամոքսում է։ Ուրեմն ասում է շնորհակալության ձայնով, այսինքն մի հատ թեկուզ այդ նեղության մեջ առաջացել է շնորհակալության սիրտ այս մարդու մեջ։ Եկել հասել է մի տեղ, որտեղ ինքը պատրաստ է գոհություն ու շնորհակալություն բարձրացնի Աստծուն։ Սա ամենակարևոր բաներից մեկն է։ Կյանքի դժվարությունների մեջ ամենադժվար բանն է ասել փառք ես Տեր, շնորհակալ եմ քեզանից։ Դժվար է, չէ՞։ Բայց տեսեք, կարծես թե Աստծո ճիշտ ճանաչողությունը ու ճիշտ դիրքը Աստծո առաջ բերում է նրան, որ մարդու սիրտը դառնում է այդպեսին։ Ինքը դեռ դուրս չի եկել փորի մեջից ու չգիտի էլ դուրս կգա թե չէ, բայց ասում է շնորհակալության ձայնով քեզ զոհ պիտի մատուցեմ։ Նախ շնորհակալությունը, գոհացող դիրքը շատ կարևոր դիրք է։ Ու երբ որ քեզ համար դժվար է լինում ու դու մտածում ես, որ քեզ համար շատ դժվար է գոհանալը, մի մտածի, որ դա անհնարին բան է։ Հա դժվար է հասկանում եմ։ Ասեմ ինչ արա դրա համար։ Կանգնում ես Աստծո առաջ, նայում ես Հիսուսի աչքերին, հավատքով, սրտիդ հայացքով, ասում ես փառք ես Տեր։ Շնորհակալ եմ ես փոթորիկի համար, որ արեցիր իմ շուրջը, որ անում ես իմ շուրջը, որ հիմա կա իմ շուրջը։ Ներսդ համաձայն չի, ներսդ բողոքում է։ Շուրթերդ ասում են շնորհակալ եմ Տեր, սա իմ բարիի համար է։ Ու մի հատ պայքար է այդ ժամանակ տեղի ունենում։ Քո շուրթերի, քո մտքի ու քո սրտի դեմ։ Ու դու դուրս արի քո սրտի դեմ։ Կանգնի Հիսուսի կողմից, ասա այս սիրտը փոխի, ես չեմ ուզում բողոքող սիրտ ունենամ։ Ես չեմ ուզում տրտնջացող սիրտ ունենամ։ Թող քո անունը փառավորվի այն բոլոր դեպքերի մեջ, որ կանես իմ շուրջը։ Մի հատ պինդ աղոթք արա քո սրտի դեմ հենց, որովհետև ամենամեծ թշնամին գտնվում է քո մեջ։ Դրսում չի քո թշնամին։ Այստեղ կետը չէր Հովնանի թշնամին, ոչ էլ ծովն էր Հովնանի թշնամին, ոչ էլ այդ նավի մարդիկ էին։ Ինքը ոչ մեկի դեմ բողոքելու բան չուներ։ Իր մեղքի հետևանքն էր ինչ որ տեղի էր ունեցել։ Դամիջան պետք էր միայն մի բան խոնարհվել, ասել շնորհակալություն, որ ինձ համար բարի բան ես անում։ Ամեն։ Շարունակեմ երկրորդ բանը, որ երևում է այս աղոթքի մեջ, ինչի հասել էր Հովնանը, ասեց քեզ զոհ պիտի մատուցեմ։ Երբ որ գալիս հասնում ես նեղության մի իրադրության, ասում ես շնորհակալ եմ Հիսուս, սա դեռ քիչ է, ես պետք է նվիրվել, զոհաբերվել իրեն։ Կանգնիր իսկապես ասա, ուզում եմ կատարյալ նվիրում ունենալ, ուզում եմ, որ քո զոհը դառնամ։ Հռոմեացիների 12-րդ գլխի առաջին խոսքն է, չէ՞, եղբայրներ, խնդրում եմ ձեզ, ձեր մարմինները կենդանի զոհ մատուցեք Աստծուն։ Իրենք թեև կենդանի են,
բայց զոհ եք անում, այսինքն ինչ եք անում, նվիրում եք, որպեսզի դրանից հետո ապրեն Աստծո կամքի համեմատ։ Մեր մարմինները կենդանի են, ապրում են երկրի վրա, բայց մեր մարմինները պիտի այնքան նվիրված լինեն, որ միշտ կատարեն Աստծո կամքը։ Ասում եմ, քեզ զոհ պիտի մատուցեմ։ Ու այդ զոհ պիտի մատուցեմ, աղոթքը ամենալավ զոհասեղանն է հիմա մեր կյանքի։ Պատկերացրու, դու կանգնած ես Աստծո առաջ, Սուրբ Հոգու կրակը իջած է զոհասեղանի վրա, ու դու գալիս ես զոհասեղանի մոտ, ասում ես, Տեր, ահա ես քո զոհասեղանի վրա, արա ինձ հետ ինչ ուզում ես։ Թող քո Սուրբ Հոգին վառի մեությունը, ոչնչացնի ինչը քեզ հաճելի չի։ Ու մեկ էլ Աստված մատը դնում, ասում է, այս բանը դիր զոհասեղանի վրա ու ոչնչացրու քո կյանքից։ Այստեղ դու մեկ-մեկ կանգնում ես պայքարի առաջ, ասում ես, Տեր, ախր այդ բանը շատ եմ սիրում, եթե չես փախնում։ Մեկ-մեկ խոստովանությունը ամենալավ բանն է, գիտեք, կանգնեք Աստծո առաջ, ասա ներսս համաձայն չի քո հետ։ Գիտեմ, որ սա ես ուզում, բայց ներսս համաձայն չի, փոխի ներսս։ Ու ինչքան երկար կանգնեք այդ դիրքի մեջ, այնքան հեշտ կփոխվի ձեր սիրտը։ Թող իր անունը փառավորվի, ալելույա։ Կանգնեք զոհասեղանի առաջ, ասա, ահա ես, իմ բոլոր կյանքի բաժիններով քեզ եմ նվիրվում։ Ինքը ասում է, կյանքիդ այս բաժինը տուր ինձ, սա դեռ չես տվել։ Չհակառակվես, եթե տեսնում ես ներսդ համաձայն չի դրա հետ, միտքդ էլ կարող ես համաձայնացնել։ Միտքդ համաձայնացրու, ասա համաձայն եմ, այդ բաժինը վերցրու, բայց ներսս կռիվ է անում։ Անենց արա, որ քո ուզածը լինի, ոչ թե իմ սրտի ուզածը։ Հիշում եք ում խոսքերը ասեցի։ Գիտեք, Հիսուսի համար հեշտ էր, հա, գնալ հեշտությամբ խաչվելու, 3 օր 3 գիշեր լինել դժոխքում, չարչարվել կրակների մեջ։ Հիսուսի համար այդքան հեշտ էր։ Ինչ պայքար էր պետք ինքը իրեն հաղթելու համար։ Գիտեք, Գեթսեմանիում տեղի ունեցավ Հիսուսի հաղթանակը։ Խաչի վրա դրա հետևանքը տեղի ունեցավ, բայց Գեթսեմանիում աղոթքի մեջ տեղի ունեցավ Հիսուսի հաղթանակը։ Համար առաջին հաղթանակը իր սեփական անձի դեմ էր։ Հիշում եք Հիսուսի աղոթքը։ Ասեց, Հայր, քեզ համար ամեն բան կարելի է, անհնարին բան չկա։ Եթե կուզես ես գավաթը ինձանից անցկացրու, բայց ոչ թե ինչպես ես եմ ուզում, հապա ինչպես դու ես ուզում։ Հիսուսի աղոթքն էր սենց։ Ու գրվածը մի ժամ աղոթեց ու եկավ աշակերտների մոտ։ Մի ժամ Հիսուսը խնդրում էր, որ ես գավաթը ինձանից անցկացրու։ Գրվածը երկրորդ անգամ գնաց ու հորը ասեց, եթե անհնարին է, որ ես գավաթը ինձանից անցնի, թող քո կամքդ լինի։ Հիսուսը այդ մի ժամվա աղոթքի մեջ ներքին պայքարի մեջ էր, իր մտքի ու սրտի պայքարի մեջ էր։ Վերջը եկավ, միտքը համաձայնեցրեց, հաշտեցրեց հոր հետ, ասեց թող քո կամքդ լինի։ Ղուկասի ավետարանում գրված է, որ այդ աղոթքից հետո մի հրեշտակ իջավ երկնքից ու զորացրեց Հիսուսին։ Ինչու՞, ամբողջ ժամանակ Աստված լռում էր ու հրեշտակին ուղարկեց միայն այդ որոշումից հետո։ Նայեք, միայն այս աղոթքից հետո էր, որ կետը փսխեց Հովնանին։ Այսինքն կա մի տեղ, որին Աստված քեզ ուզում է հասցնի։ Կլինի նեղությունների միջոցով, կլինի իր խոսքի միջոցով, կլինի հանդիմանության միջոցով, բայց մի տեղ կա, որտեղ քեզ ուզում է հասցնի։ Ու ինչքան փախնես, այնքան դժվարությունները քո կյանքում պիտի շատանան։ Ինչքան փորձես մարդկային բաներ անել, նայիր քո կյանքին։ Երրորդ բանը, որ այս խոսքի մեջ երևում է, թե Հովնանին ինչի հասցրեց, գրված է այսպես. զոհ պիտի մատուցեմ ու արած ուխտս պիտի կատարեմ։ Դու Աստծո հետ ուխտ ունես արած, Հովնանը ուխտ ուներ արած, ու ինքը ոչ թե նոր տեսակ ուխտ արեց Աստծո հետ, այլ ասեց այն արած ուխտս պիտի կատարեմ։ Գիտեք, մեր ուխտի ամենաուժեղ վավերացման պահը, ցույց տալու պահը դա ջրի մկրտությունն է։ Երբ որ ջրի մկրտություն ես անցնում, քեզ հարցեր են տալիս ստուգելու համար քո նվիրվածությունը կամ քո խոսքի դավանանքը, որտեղ մկրտությունը տեղի է ունենում քո բերանից դուրս եկած դավանանքի հիմքի վրա։ Ոչ թե մեր որոշման, չգիտեմ ես իմ աչքերի որոշման, ոչ թե սրա, այլ քո բերանից դուրս եկած քո խոսքերի, դավանանքի, քո որոշման հիմքի վրա են քեզ ջրով մկրտում։ Այսինքն դու քո բերանով կարծես թե Աստծո հետ ուխտ ես անում, թե ինչ կյանք պիտի ապրես ջրի մկրտությունից հետո։ Դու ուխտ արել ես Աստծո հետ։ Դու քո կյանքը նվիրել ես ու որոշել ես ապրել իր համար սրանից հետո, միայն իր համար ապրել։ Եթե ուխտ արել ես, ժամանակ առ ժամանակ թարմացրու քո ուխտը։ Ու գուցե քո կյանքում որոշ դեպքեր տեղի կունենան այս 3 բաները քո կյանքում ուժեղացնելու համար։ Շնորհակալության դիրքը, ավելի ուժեղ նվիրվածությունը, զոհ լինելը եւ ուխտը, այն ուխտը, որ դու ջրի մկրտության ժամանակ արեցիր։ Այն քո ամենաառաջին հանդիպումը Հիսուսի հետ, որ դու որոշեցիր ապրել իր հետ, որ դու խոստացար, որ մինչև կյանքիդ վերջը իր հետ կապրես։ Այս ուխտը ժամանակ առ ժամանակ թարմացնելու կարիք ունի։ Որ ժամանակ առ ժամանակ կանգնես Աստծո առաջ ու ասես, ես սրանից հետո քո համար պիտի ապրեմ։ Ու վաղը ավելի խորը քո համար պիտի ապրեմ։ Այն միսօրը ավելի նվիրված քո համար պիտի ապրեմ։ Ու այսպես մինչև կյանքիդ վերջը։ Որովհետև նվիրվելը, Աստծո համար ապրելը, դա մի բան չի, որ ես ասեցի ու գնացի իմ գործերին։ Այդպես չի լինում։
Հակառակը դա շատ գործնական պիտի դառնա։ Գիտեմ այն առաջին սիրահարվածության պահը, որ դու շատ սիրելով Հիսուսին նվիրվում ես, այսպիսի մի բան կա։ Մարդը ասում է ամբողջ կյանքս քեզ եմ տալի, ամբողջ կյանքս քեզ եմ տալի։ Մեկ էլ մի սորա հանդիպում եմ մի հատ դեպքի, որտեղ կյանքի մի բաժինը չի ուզում տա Հիսուսին։ Այդ որոշումը շատ լավ որոշում է ու շատ իրական որոշում է, ու այդպես էլ պիտի լինի, բայց նաև շատ իրական պիտի լինի քեզ համար, որ դրանից հետո կյանքիդ բոլոր բաժինները ժամանակ առ ժամանակ որ բաժինը դեպքերի մեջ հանդիպի, տաս Հիսուսին։ Լավ, շարունակենք։ Երբ որ այս աղոթքը տեղի ունեցավ, գրված է եւ Տերը ձկանը հրամայեց, նա էլ Հովնանին ցամաքը պսխեց։ Ցամաքը, այսինքն չգիտեմ, նավով ինչքան էին իրենք խորացել ծովի մեջ, բայց կետը կուլ տվեց 3 օր 3 գիշեր հետո ցամաքի մոտ դուրս պսխեց։ Երևի կետն էլ շատ նեղություն քաշեց, որովհետեւ մի բան հազիվ կուլ էր տվել, չմարսեց։ Թող իմանա այս աշխարհը, որ Աստծո մարդկանց կպնելը իրանք չեն մարսելու։ Ինչքան էլ որ Աստված թույլ տա, որ մեզ կպնեն, իրենք չեն մարսելու դա։ Փառք Հիսուսին։ Շարունակեմ 3-րդ գլխի առաջին խոսքը նայեք։ Եվ Տիրոջ խոսքը երկրորդ անգամ եղավ Հովնանին ասելով. Ելիր Նինվե մեծ քաղաքը գնա։ Պատկերացնում եք, Աստված իր մտադրությունից հետ չկանգնեց։ Աստված իր ծրագրից ձեռ չքաշեց։ Այն որ ասում է Աստված ինչքան հաստատուն անձնավորություն է, ինքը չի փոխվում։ Ինքը որոշել էր, որ նինվեցիներին պիտի Հովնանը քարոզի։ Ինչ ուզում ես արա, ուզում ես նավի ամբարը մտի։ Ուզում ես այն ամենահեռու տեղի համար տոմսար։ Դու նինվեցիներին պիտի քարոզես։ Երբ որ նորից այս խոսքը եղավ, Նինվե մեծ քաղաքը գնա, նրան քարոզիր։ Ուրեմն վերցրեցի քարտեզը այս ժամանակ, ասացի Նինվեին ամենամոտիկ միջերկրական ծովի ափը որն է։ Չափեցի մոտավորապես, որովհետև շատ դժվար է կոմպյուտերի մեջ չափել հեռավորությունները, մանավանդ շատ կոպիտ քարտեզով։ Ուղիղ գծով մոտ 600 կիլոմետր ու մի քիչ էլ ավելի դուրս եկավ։ Նորից Հովնանը 600 կիլոմետր պիտի քայլեր մինչև Նինվե։ Իսկ եթե հենց սկզբից համաձայնվեր, գետի փորովը չէր անցնի։ Ու մենք էլ այս պատմությունը չէինք ունենա։ Եվ Հովնանը Տիրոջ խոսքի համաձայն ելավ, Նինվե գնաց։ Ինչի՞ պետք էր անպայման այս ամեն ինչի մեջով անցնել, նոր հնազանդվել Աստծուն։ Եթե Աստված որոշել է, որ քեզ պիտի փրկի, ու քեզ ասում է, որ մի գործ արա իմ համար, ինչի՞ թույլ տաս, որ քո կյանքում ինչ-որ բաներ բերի, ինչ-որ ճանապարհ, ինչ-որ դժվարություն, ոլորաններ։ Այս պատմությունը ձեզ ոչ մի ուրիշ պատմություն չհիշացրեց Աստվածաշնչյան։ Իսրայելը ինչքան արագ կարող էր հասնել Քանանի երկիր, բայց ինչքան դժվար 40 տարվա մեջ հասավ։ Ինչու՞։ Որովհետև հենց սկզբից անհավատություն արեց։ Շատ օրհնյալ է Տիրոջ խոսքը, եւ Հովնանը Տիրոջ խոսքի համաձայն ելավ, Նինվե գնաց։ Սրանից հետո էլ շատ լավ բաներ կան, բայց ուզում եմ սրա վրա կանգ առնենք։ Հենց սկզբից Աստված խոսք էր ասել Հովնանին, ու վերջում նույն խոսքը կրկնեց Հովնանին։ Սկզբում երբ որ ասեց, Հովնանը վեր կացավ ու փախավ։ Վերջում երբ որ ասեց, հնազանդ, գլուխը կախ, վեր կացավ գնաց Նինվե, ոչ մի բառ հակառակ չխոսեց։ Հիմա կասես էլ լուր խոսեր դրա դեմ։ Լավ, մեր կյանքում ինչեր են տեղի ունենում։ Իմ կոչը սա է ձեզ։ Աստծո ինչ տեսակ խոսքը լինի ուղղված քո սրտին, քո կյանքին։ Երբեք ոչ մի խոսքի առաջ աչքերդ չփակես։ Ոչ մի պատգամի, ոչ մի բանի առաջ չփորձես դրանից փախնել, որովհետև ընդհանրապես քո դժվարությունները կշատացնեն դրանք կյանքում, քո փոթորիկները։ Ոնց ես մտածում։ Գիտեք, սա իսկական խոնարհություն է, երբ որ հենց առաջին պահից դու համաձայնես այո ամեն ես ասում Աստծո բոլոր խոսքերին։ Եթե ասես Աստծոց խոսք չունես, ես քեզ չեմ հավատա։ Մի բան անկեղծացիր ուղակի։ Հենց այսօրվա համար։ Այս կյանքի քո հենց այս իրադրության համար, որ աչքերդ փակես ու նայես Հիսուսին։ Հաստատ մի կարևոր խոսք կա քո համար Հիսուսի կողմից։ Թեկուզ քո գիտելիքով, դու գիտես Աստվածաշնչում գրված է, գիտես Հիսուսի կամքը։ Ինչքանով որ գիտես, քո իմացածի չափով, հաստատ դու մի բան գիտես քո համար, ճիշտ եմ ասում։ Ուրեմն իմ կոչը սա է, քո իմացածը անպայման կատարիր ու չփախնես դրանից։ Եկեք ոտքի կանգնենք։ Ես հավատում եմ, որ այն Աստվածը, որ Հովնանի կյանքում գործեց, քո կյանքում էլ կարա գործի, իմ կյանքում էլ կարա գործի։